Քարասոգը հայկական տաղավարը այս տարի դեղի ունեցավ մայիս 23-ին եւ մայիս 24-ին Frank McKechnie Community Center-ի մեջ։ Ներկաները հիանալի ժամանակ անցուցին եւ վայելեցին հայկական ջող մթնոլորտն ու համատամ ջաշերը։ Ցեզի կներկայացնենք մասեր քարասոգայեն։ Երգչուհի Թալին Իշխանյան մասնակցեցավ նաև սույն երեկոյին հատուկ երաժշտական ներկայացումով։ Քարասոգը հայկական տաղավարին մեջ կհանդիպի յուրահատուկ հյուրիմը, որուն անունը ոսկե տարերով գրված է հայկական եւ միջազգային մարզական պատմության մեջ։ Աշխարհի եւ Եվրոպայի ծանրամարտի ախոյան Նազիկ Ավդալյանը։ Նազիկ, բարի եկած եք Կանադա եւ բարի եկած եք Նոր Հայ Հորիզոնի եթերում։ Շնորհակալ եմ։ Գիտենք, որ այս ձեր առաջին այցելությունն է Կանադա, ինչպես կսկաք այստեղ եւ ինչ են ձեր տպավորությունները կանադահայ համայնքեն, հատկապես այսօր Քարասոգայի հայկական տաղավարին մեջ։ Իրականում առաջի անգամ եմ եկել եւ շատ մեծ է հուզմունքս, լարվածությունս, հատկապես երբ որ այցելեցի մեր դպրոցները ամենօրյա եւ շաբաթօրյա ու այստեղ միջոցառմանը տեսնելով այսքան հայ օտարության մեջ ապրող հայերի, ովքեր այնքան հայկականություն էին կրում իրենց մեջ, դա շատ կարևոր է, շատ ոգևորիչ է, որ նույնիսկ ծնվելով, ապրելով օտար երկրում այդքան հայ են մնացել։ Իսկ ձեր մարզական կյանքը լեցուն է պատմական նվաճումներով։ 2009-ին դարձաք Հայաստանի պետության մեջ առաջին ծառամարտիկը, որ աշխարհի ոսկե մեդալին դիրացավ։ Իսկ 2016-ին Ռիոյի օլիմպիական խաղերուն ծանր արգածե յետք հերոսական վերադարձով մը գրավեցիք 5-րդ թիրքը։
երբ կվերհիշեք ձեր անցած ուղին, ինչ պատկամ կփոխանցեք մեր ագնթիրներուն եւ հատկապես երիտասարդներուն։ Իրականում ուզում եմ ասել, որ մեր միտքը ու մեր մարմինն այնքան հզոր են։ Եթե մենք կարողանանք աշխատել ինքներս մեզ հետ, անհնարին ոչ մի բան չկա։ Ու ես ուզում եմ, որ իմ կյանքը, որ մարդիկ տեսնեն, վերցնեն այն, որ եթե ունեն երազանք, եթե ունեն նպատակ, անպայման գնան իրենց երազանքի հետևից, որովհետև իրոք անհնարին ոչ մի բան չկա։ Պարզապես պետք է հավատալ, աղոթել, որովհետև դա իմ փորձից եմ ասում, հավատալ ինքդ քեզ եւ անպայման գնալ քո նպատակի հետևից։ Դա շատ կարեւոր է, երբ որ հավատն է քեզ ուղեկցում։ Իսկ փաստած եք, որ հայգինը գրնա հասնիլ բարձրակույն կակատներուն։ Ավելին հաջողեցակ այդ ծանր մարզումներն ու մեծակույն հաղթանակները համադեղել մայրության հետ։ Որպես մայր եւ ախոյան, ինչպես գրծակ այդ հավասարակշռությունը պահել եւ ըստ ցեզի ինչ նշանակություն ունի ըլալ թե ուժեղ մարզիկ եւ թե հոգադար մայր։ Շատ դժվար է իրականում։ Ես ցավոք չես կարող ամեն ինչը համատեղել։ Այդ ընթացքում, երբ որ ես սկսեցի պարապել, ես մի որոշ ժամանակ տղայիցս հեռու էի մնացել։ Իհարկե շատ կարոտում էի։ Մի փոքր զիջում է ընտանիքը, երբ որ կինը ուզում է կարիերա ստեղծել, բայց երբ որ կնոջ կողքին կա ուժեղ տղամարդ եւ նա ամեն ձևով օգնում է կնոջը, կինը կարող է կարիերայում առաջ գնալ, հաջողություններ ու հաղթանակներ գրանցել իր աշխատավայրում։ Շատ դժվար է համատեղելը։ Իմ պարագայում էլ է շատ դժվար, քանի որ ես չէի կարող տունը մնալ եւ մարզվել։ Ստիպված թողել եմ երեխայից մի որոշ ժամանակ եւ ուսումնամարզական հավաքների գնացել, ինչը որ ինձ համար ամենադժվարն էր։ Երեխայից կարոտը, երեխայից հեռու լինելը եւ երևի թե դա ամենամեծ մոտիվացիան էր, որ ինձ ստիպում էր անկախ ցավ զգալուց առանց որևէ տրտնջալու պարապեի։ Այն միտքը, որ ես իմ երեխային ամիսներով չեմ տեսնում ու ես չեմ կարող սպորտը թողնել առանց արդյունք անելու, հենց այդ միտքը ինձ նորից ստիպում էր վերկենալ եւ պարապել։ Այնպես որ կարող է մեր թույլ կողմը դառնալ մեր ամենաուժեղ կողմը, որը մեր մոտիվացիան է հանդիսանում առաջ գնալու։ Իսկ 2009-ի ծեր պատմական հաղթանակեն յետ նշեցիք, որ ծեր մեդալը կնվիրեք համայն հայության։ Այսօր երբ կտեսնեք սփյուռքահայության այս անսահման սերն ու չերմությունը ծեր հանդեպ, ինչպես կարծաք այդ մեկը ծեր սրտին մեջ։ Իրականում դա այնքան հուզիչ ու այնքան պատասխանատու է։ Ես արդեն այս 2 օրվա մեջ իմ մեջ այնքան պլաններ ու նորից երազանքներ, հիմա շատ չեմ բարձրաձայնի, որովհետև նորից բոլորի շատերի համար անհնարին թվացող, բայց ինձ համար շատ կարևոր երազանքներ, նպատակներ, արդեն նպատակներ, առաջ երազանքեր, հիմա արդեն նպատակներ են դառնում, որովհետև տեսնում եմ, որ կարող եմ իրականացնել։ Կանադահայ երեխաներին եւ Հայաստանում ապրող երեխաներին կապել իրար։ Հնարավորություն տան Կանադայում ապրող երեխաներին գալ Հայաստան, մարզվել Հայաստանում, այն կենտրոնում, որը որ ես եմ արդեն ստեղծում, եւ կապ ունենալ հայրենիքի հետ, հայ երեխաների հետ, այնտեղ մարզվել, ծանոթանալ հայկական մշակույթին, լինել հայրենիքին ավելի մոտ։ Ներկայիս կշարունակեք ձեր նվիրումը մարզաշխարհին մեջ, անշուշտ ձեր հիմնված Նազիկ Ավդալյան Ֆաունդեյշնի միջոցով։ Կրնակ հագիչ պատմական փոխանցել այս հիմնադրամին մասին, ինչ նպատակով ծնունդ արավ այս հիմնադրամը եւ ինչ է առաքելությունը։ Հիմնադրամի առաքելությունն է տարածել սպորտով զբաղվելը դարձնել մշակույթ։ Բայց առաջնային ծրագիրը մարզերում ստեղծել մարզակրթական կենտրոններ, նավ մարզակրթական կենտրոններ, որ երեխաները, գյուղերում ապրող երեխաները հնարավորություն ունենան զբաղվել սպորտով միջազգային ստանդարտներին համապատասխան, ունենան այն պայմանները, որոնք որ ունեն աշխարհի առաջատար զարգացած երկրներում ապրող երեխաները, որ մեր գյուղերում ապրող երեխաները ունենան ամեն հնարավորություն զբաղվելու սպորտով, դառնալ Եվրոպայի աշխարհի օլիմպիական չեմպիոններ առանց լքելու իրենց գյուղերը, թեկուզ հեռավոր սահմանամերձ գյուղերը։ Իմ երազանքն ու նպատակը, մեր հիմնադրամի երազանքն ու նպատակը հենց դա է։ Իսկ կանադահայությունը ինչպես կրնա իր մասնակցությունը բերել այս հիմնադրամին։
Մենք ունենք Նազիկ Ավդալյան հիմնադրամի Foundation-ի կայք, որտեղ կա միանալու նվիրատվության հատված, եւ իմ երազանքը այն է, որ յուրաքանչյուր հայ մասնակից լինի այդ ամենին եւ ինչու՞ չէ այն երեխաներն, ովքեր որ կգնան կմասնակցեն մեր Հայկական դրոշը կբարձրացնեն, յուրաքանչյուր մարդով բալետ է անում, իմանա, որ ինքն էլ իր ներդրումն ունի այս երեխայի չեմպիոն դառնալու գործում։ Եվ իհարկե ծրագրին միանալը ոչ միայն donation անելու ձևով կարող են միանալ, մենք տարբեր ծրագրեր ունենք, որ կարող ենք նաև համատեղ ծրագրեր անել հայ երեխաների եւ կանադահայ երեխաների միացնելու եւ սպորտը համատեղ զարգացնելու հետ կապված։ Շատ շնորհակալ եմ Նազիկ, կմաղթեմ ցեզի նորանոր հաջողություններ եւ ձեր վարձ կկատար։ Շնորհակալ եմ շատ։